Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նեանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցել ենք Եվրոինտեգրացիոն պլատֆորմի նախագահ ՍՑԼ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ամփոփում ենք շաբաթը։ Կարելի ասել, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նպատակները ի սկզբանե Իրանի դեմ պատերազմը սկսելուց եղել են տարբեր եւ հիմա էլ կարծես թե փորձ են անում կանգնեցնել գոնե հրադադար հայտարարել, այս դեպքում եւս տարբեր են նրանց նպատակները։ Ոչ միայն տարբեր են նրանք։ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից երբևիցե չի բխել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունը։ Երբեք չի եղել դա 79 թվականից սկսած։ Եվ մեծ հաշվով այս պատերազմը այսօր հենց նայում էի Կելի հարցազրույցը Ջեյն Փսակի հետ հանդիպել էին Կելին ժամանակին արտուս բաներ պատպետ քարտուղարներ ով ասաց որ իմ այսինքն իր հիշողության վրա սկսած Կլինտոնին, Օբամային, Բուշին, բոլորին այդ ռազմական հանցագործ Իսրայելի վարչապետը եկել է եւ առաջարկել է հարվածել Իրանին։ Նույն ձևակերպումներով, որ մենք հենց հիմա բանի մեջ ենք։ Բոլորը հրաժարվել են, նաեւ Կելին հրաժարվեց ասել, թե ինչու է իր կարծիքով Թրամփը համաձայնվել, բայց այսօր չգիտես ինչի հայտնվեց Թրամփի տիկինը ժամանակին Արևելյան Եվրոպայից ապօրինի ներմուծված Մելանիա Թրամփը, որ ասաց, որ ես Էփշտեյնի հետ կապ չունեմ, չեմ ճանաչում, ոչ իրան եմ ճանաչում, ոչ իրան գերում։ Ի պատասխան բոլոր ԶԼՄ-ները միանգամից հանեցին նկարները, որ ինքը Թրամփը եւ Էփշտեյնը իր համապատասխան գերու հետ Մաքսվելի հետ կանգնած են եւ ասենք նամակագրությունը հանեցին, որը Մելանիան հետ Մաքսվելի հետ իրականացրել է, այսինքն հանեցին ստախոս։ Սա երևի թե ի պատասխան նրան, թե ինչու է Թրամփը համաձայնվել, որտեվ ոնց որ մեկը մյուսի հետևից էին գնում նյութերը։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների establishment-ը այսպես թե այնպես, նույնիսկ նրանք ովքեր նույն այեպակից, այսինքն սիոնիստական ամերիկյան կազմակերպություններից գումար են ստանում, նույնիսկ իրանք են ցույց տալիս, որ օքեյ, գումարը ստացել են նաև նրանք, այն նախագահները կամ են կոնգրեսականները, բայց ոչ մեկ այդքան խորացած չի եղել, այսինքն գումար ստանալը դեռևս բավարար չէր, որ գնվեին ամբողջությամբ եւ Ամերիկայի շահերը դավաճան էին։ Հետեւաբար մեծ հաշվով ստեղ խոսքը գալիս է եւ կպտում է նրան, որ մեծ հավանականությամբ ոնց որ ես եմ ասում, այո, սա Բիբի Տրամփենշտեյնի պատերազմն էր։ Ինքը ոչ մի կապ չուներ ամերիկյան շահերի հետ։ Հարվածը հասցնելու պահին, եթե հիշում եք, հենց հաջորդ օրը Ռուբիոն ասաց, որ Իսրայելի վարչապետը Իսրայելը պատրաստում էր խփել, դե հետո իրանք մեզ կխփեին, դրա համար մենք նախորդ խփեցինք, որը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, բացառությամբ նրա, որ միակ ահաբեկչական երկիրը մեծ հաշվով Իսրայելն է հիմա տարածաշրջանում, ու տենց է ղեկավարը ռազմական հանցագործը, բոլոր հարևանների հետ տարածքային խնդիրներ ունեն, Գազայում ցեղասպանություն են իրականացնում, էթնիկ զտումներ են իրականացնում Լիբանանում նպատակային ոչնչացնում են առողջապահական համակարգը, խաղաղության հետ, զինադադարի հայտարարությունից անմիջապես հետո Բեյրութի մեջտեղում 250 քաղաքացիական բնակիչ են սպանել մեկ ռմբակոծության ընթացքում, այսինքն այն ինչ որ դուք գիտեք ահաբեկչության մասին, դա Իսրայելն է եւ դուք ոչինչ չեք կարող դրա հետ անել։ Ենթարկվել Իսրայելին եւ մտնել Իրանի հետ պատերազմի մեջ, անշուշտ ոչ մի կապ չուներ Ամերիկայի շահերի հետ, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզությունները բոլոր հետախուզությունները հայտարարում էին, որ Իրանը ԱՄՆ-ի համար վտանգ չի, որ Իրանը միջուկային զենք չունի, բացի նրանից, որ չունի, որովհետև 15 թվականին ինչ կար սա ստուգել էինք եւ չեր ունեցել մինչեւ դա, բացի նրանից, որ կար ֆետվա 2003 թվականին ընդունված, որ միջուկային զենքը հակասում է իսլամին եւ չպետք է լինի, այսինքն սրանից բացի նաեւ հունիսին դուք ոնց որ խփեցիք եւ ոչնչացրեցիք եւ նույնիսկ հունիսին ընթരാճ Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգության ծառայությունները բոլորը զեկուցում էին այն մասին, որ Իրանը չունի միջուկային զենք եւ չի գտնվում 2 շաբաթվա ընթացքում, բայց ոնց որ Թրամփը հանդիսացավ Նետանյախուի բան, խամաճիկ, ասենց ասած, թելիկները քաշեցին, ինքը մտավ պատերազմի մեջ, willing
ոնց որ ասեց սեփական կամքով ոչ թե պարտադրված պատերազմի մեջ մտնելով Ամերիկայի նախագահան եւ պատերազմի քարտուղարը Փիթ Հեքսեթը դարձան ռազմական հանցագործ, Տրամպի հայտարարությունները, որոնք հետևեցին փորձին, որ իրանք փորձեցին մտնել Իսվահան եւ հարստացված ուրանը փախցնեն այն պատրվակով, որ կորած օդաչու են ման գալիս, դա կորած օդաչուի ման գալու օպերացիա չէր, էլի, օպերացիան իրականացվում էր կորած օդաչուի տարածքից 250 կիլոմետր ավելի հյուսիս-արևելք, այնտեղ որտեղ Իսվահանի այդ միջուկային գործարաններ, որը տապալվել է այդ օպերացիան, ամերիկացիք կորցրել են C-132 հատ, առնվազն 2 հատ Black Hawk չնայած տարբեր բաներ ասում են այդ ուղղաթիռը ռազմական ռազմատրանսպորտային ուղղաթիռ, չնայած ասում են, որ կային հայտարարություններ, որ ոչ թե 2, այլ 4, 2 հատ առնվազն A10 բան, ինքը բանը շտուրմավիկա գրողային բան, չբուրաշկայի պես sense որ կա Էլ ինչ, մի հատ F-16, F-15-ին sense տենենց պարզավոր Այդ բոլորը եթե ուղղված էր այդ օդաչուին Հա, այդ օդաչուին փրկելու ընթացքում ա կորել դա Բաները չեն հաշվում Այն դրոները արդեն ոչ մեկ չի հաշվում ամերիկյան Առաջի 10 օրվա մեջ գրած էր 20 քանի հատ կորցրել են արդեն ոչ մեկ չի հաշվում Դրանք ռասխոդնիկ են ամեն դեպքում պետք է նորմալ են կալել որ այդ հետախուզական դրոները հաղթում բայց տրիտոն են խփել որը տարօրինակ է տրիտոնը շատ ավելի բարձր է թռչում կանց ռիպերները այդ MQ-ները Տրիտոնի խփելը զգետնելը այսպես ասած իրանական կողմից ընդ որում Պարսից ծոցի վրա ոչ թե իր տարածքում դա ընդհանրապես ցուցանիշ է այն ոչինչ անհերքելի փաստի որ Իրանի հոպը վերածված չի ոչնչացված չի եւ այն Տրամպը հայտարարում էր երթական անգամ սուտ էր Տրամպը եւ Իսրայելը կտրականապես տարբեր մոտեցան Իսրայելին սա պետք էր որպեսզի Տրամպը զբաղվի Իրանով ինքը ոչնչացնի Լիբանան ասենք երթական ռազմական հանցագործություն անի որովհետեւ անմիջապես սկսելուց հետո որ կուտը տվեց խափեց գցեց ամերիկյան հարկատուների գումարներով եւ ամերիկացի երիտասարդների արյան գնով այդ պատերազմի մեջ մցրեց բանը Նետանյախուն ասաց որ չէ մենք չենք պատրաստվում այդ պատերազմի մեջ բանանել իսկ մի քանի օր առաջ ասաց որ այդ ոբշե մեր պատերազմը չի այդ ամերիկան է Իրանի դեմ մենք ինչ կապ ունենք մենք ընդհանրապես կապ չունենք մենք օգնում ենք ամերիկային այսինքն դա իր հերթին հենց է կատաղացրել ամերիկացիքին որ ասենք հիմա նու սենց ասեմ Իսրայելի շահերը բացեի բաց պաշտպանել ամերիկյան եթերում ամոթ է հայհոյում են Եվ Տրամպի վարկանի շնորհիվ նայեք ասենք ինքը ուղղակի գավիժել է Տրամպի հանրապետական կուսակցության պրոիսրայելական խոսացող սենատորների եւ կոնգրեսականների բոլորի ոնց որ ջնջվում է Լավ հիմա Տրամպը փորձ է արել կանգնեցնել այդ ամբողջը Տրամպը չի փորձել Ինչպես է տեղի ունեցել, բայց հարցս էլ տամ նոր էլի որպեսի ձեզ չխանգարեմ։ Կարելի ասել, որ զինադադարը եւ այդ բանակցությունների սկսելը տապալման եզրին են, եթե ոչ արդեն տապալվել։ Հերթով գանք, Տրամպը չի փորձել, Տրամպը փորձել է դուրս գալ պատերազմից ոչ թե կասեցնել։ Եթե հիշում եք, հա, կանգնեցնել ինքը չէր ուզում։ Ինքը ուզում էր, որ եվրոպացիք մտնեն։ Դա էլ այն Թել Ավիվում նստած լոշտակն է ասել, արիքցի եվրոպացիքի գրպանը։ Այդ իր ամբողջ 40 օրվա ընթացքում Եվրոպայի վրա փռշտալն ու հաչալը դրա հետ էր կապված, որ ինքը հա փորձում էր եվրոպացիքին մտցնել պատերազմի մեջ, մշտապես փորձում էր մտցնել եւ ոնց որ գցել իրանց գրպանը, որովհետեւ Տրամպի եւ տրամպականների հիմնական նպատակը Եվրոպայի ոչնչացումն է։ Իրանց նպատակը դա է, Իրանը իրանց համար հեչ է։ Չպլանավորված, չգծած, սխալ գծած օպերացիա զոհերով, կորուստներով, ասում են ամերիկյան ավիացիան 40 օրվա մեջ էս որ կորցրել է, այդ խտության կորուստները Վիետնամից չեն եղել, նույնիսկ Վիետնամում չի եղել։ Այսինքն այս խտության ինքնաթիռների կորուստ չի եղել։ Առավել եւս ստրատոտանկերներ, որոնց քանակը, որոնք չեն արտադրվում, որոնց քանակը խիստ սահմանափակ է, ավաքսներ, բաներ, այդ ամեն ինչը, հա։ Որոնք ցող ամերիկյան են, ոչ իսրայելական։ Հա, իհարկե, բացի դրանից, որ հասկանանք ինչումն է բանը, ռացիոնալ գնահատականները հետեւյալն են։ Նույն Ջերալդ Ֆորդը ավիակիրը, որը այրվեց Կարմիր ծովում, ասում են սաբոտաժ է եղել։
ուղղակի սաբոտաժ է եղել, որովհետև մարդիկ չեն ուզում, այդ մարդիկ 6 ամիս ծառայություն իրականացրել են, կա թյուր պատկերացում այն մասին, որ ավիակիրը այդ որ բաներում գրում են գովազդային, որ ինքը ասենք միջուկային ռեակտոր ունի եւ այդ մինչեւ ռեակտորը փոխելու չլինի ինքը կարա աշխատի ծովում, չէ դա այդպես չի։ Իր առավելագույն գտնվելու ժամանակը 6 ամիսն է, որից հետո զուտ սոցիալ-հոգեբանական խնդիրներ են առաջանում կապված անձնակազմի իր բանի հետ, հոգեկան վիճակի, բացի դրանից ջրի թարմացում, ուտելիք բաներ կան։ Հիմա այս մարդիկ 6 ամիս ծառայել էին բանում, միջերկրական ծովում։ Հետո իրանց տարան, եթե հիշում եք Վենեսուելա, բանին փախցնելու, Կարիբյան ծով, այն ավտոբուսի շոֆերին գողանալու։ Ավտոբուսի շոֆերին գողացան լրացավ 9 ամիս, եւ իրանք տենց գնում էին տուն, Նորֆոլք ճանապարհին էին տան, մեկ էլ ասին, չէ, եկեք մի հատ գնացեք Կարմիր ծով։ Մի հատ էլ Իրանի դեմ պատերազմ պիտի մասնակցեք։ Պարզա չէ, որ մարդիկ տենց կոնտրակտ են ստորագրում, բան են անում, զորակոչովի բանակ չի, ասենք ամեն մեկը տուն ունի, տեղ ունի, ընտանիք ունի, մարդ կա, ասենք 6 ամիսա ինքը ծովում է, կնիկը 3 ամսվա հղի է, ասենք ամեն մեկը ուզում է տուն գնա, ախոհաշի բան է, ինչա կատարում։ Կարաս ընտանիքը տենց թողես բանանես։ Չէ, դրա համար խոսակցություն կա, որ սաբոտաժ կա եւ այդ սաբոտաժի ինչով է նաև ինչ ապացույց են բերում, որ իրան տարել են սկզբից Կրետե կղզի, բայց Կրետեն դե փոքր է, ասենք բան չի, ու տուրիստական է շատ են գնում։ Տարել են Խորվաթիայում ինչ-որ միտեղ կորցրել են։ Խորվաթիայում է կանգնած, տուն չեն տարել։ Տարել են Խորվաթիա, իսկ դա անհասկանալի է, որովհետև Խորվաթիան նախ չունի ավիակիր, երկրորդը Խորվաթիան չունի այդ տիպի, ասենք ծովային խոշոր նավերի արտադրության բաներ, այսինքն եթե դու պիտի սարքես, քեզ Խորվաթիայում սարքում։ Խորվաթիան նախատեսված չի, որ սա Ադրիատիկ ծով է։ Իտալիա ունես, էլի, ասենք Նապոլի ունես, Սորենտո ունես, որտեղ 6-րդ նավատորմը տա կանգնած։ Խորվաթիան չես տարել։ Ու խոսակցություն կա, որ Խորվաթիային տարել, որովհետև մինչև այդ բունտը հանգստացնեն։ Էս իր հերթին։ Հիմա եթե խոսքը գնում է նրա մասին, որ մենք եկեք վերաձևակերպեմ իմ մոտեցումը ասեմ, հա, պատերազմի այս փուլում ինչա։ Ոչ մի շանս չկա, որ Տրամպի քաղաքականությունը, այս պատերազմի հետ կապված, կունենա հաջող ավարտ։ Ոչ մի շանս չկա, որ եվրոպացիները կմտնեն այս պատերազմի մեջ։ Ոչ մի շանս չկա, որ այս պատերազմի արդյունքով Ամերիկան կպահպանի համաշխարհային առաջնորդությունը։ Ոչ մի շանս չկա, որ Ամերիկան մոտակա 2-3 սերնդի ընթացքում կվերականգնի իր բարոյական հեղինակության բանը, որովհետև երբ որ Տրամպը կանգնում է ու ցեղասպանության կոչ է անում, բառեզբուն իմաստով ցեղասպանության կոչ է անում, ասում է ես քաղաքակրթությունը կոչնչացնեմ ու ինքը երբեք չի վերականգնվի։ Իսկ Ամերիկայում Տակեր Քարլսոնից ու այդ մագա բաներից բացի շատ տենց աճ կամ շատ ծախ իրանցից բացի ոչ մեկ չի ասում արա այն նարնջագույն ծաղրածու ոչ մեկ չի ասում սրան ձերբակալեք հանեք Մեյջորի Թեյլոր Գրինը դուրս է գալիս իր ոդքասթով ասում է 25-րդ ամենտով ձերբակալեք սրան շպրտեք մի կողմ բայց հանրապետականները ու դեմոկրատները սիրում նստած են կոնգրեսում լավ է իրանց համար Ստեղ հարց է առաջանում, հասկանում եք, կարելի է մեղադրել Տրամպին։ Կարելի է ասել, որ Տրամպը ինչ որ ես ասում եմ, հա, ինքը, ասենք, ունակ չի։ Ինքը տենց չարորակ նարցիս է, ինքը տենց Կենեդին չի սիրում, որովհետև ինքը ոչ թե ինքը չի սիրում, իր սպոնսորները, իր հովանավորները չեն սիրում։ Այս նորը բացահայտեցի ինչու նա հարցը, հա, ինչի է Տրամպ Կենեդի, ոչ թե Կենեդի Տրամպ, որովհետև Կենեդին միակ Ամերիկայի ու ամենավերջին հերթականությամբ դրանից հետո չի եղել Ամերիկայի նախագահն է, որը ասել է, որ Իսրայելը իրավունք չունի հարևան պետությունների տարածքի վրա աչք դնի եւ մենք դրա մասին Իսրայելին զգուշացրել ենք, որ եթե ինքը փորձի մենք Իսրայելին կոչնչացնենք։ Դրանից հետո ինքը դες պատահաբար Դալասում մեռավ։ Դա էլ ձեզ նոր դավադրության տեսություն։ Պրոստը այն ինչ որ ինքը ասում է, դա իր կադրն է։
որ Իսրայելը իրավունք չունի, եւ մենք դրա մասին իրանց զգուշացրել ենք, որ իրանք իրավունք չունեն հարևան պետությունների վրա աչք դնել։ Դա փաստ է։ Դրա համար ես զարմանում եմ, խի հենց Կենեդի, խի Տրամփ Կենեդի, ոչ թե գոնե Կենեդի Տրամփ, խի Տրամփ Կենեդի, որ Կենեդի անունն է ջնջում, որտեղ միշտ մարդիկ առաջի անունով են բանանում։ Դե Տրամփը չէր կարող երկրորդը լինել, դա ամեն դեպքում։ Հիմա տեսեք, այս սաղ պատմության մեջ կա establishment, որը հասկանում է այն ինչի մասին, որ մենք այդտեղ բազմիցս խոսել ենք, արտադրական եւ արժեքային փոփոխությունը, տրանսֆորմացիան, համընդհանուր մարդկության բերում է այնպիսի փոփոխությունների, որ այդ հին բաները չի աշխատում։ Մենք կարանք ասենք, որ չորցած բիձա է, որ բումեր է, որ տենց ուղեղը թափել է, որտեղ մեծ է, բայց մենակ ինքը չի։ Նաև Ակերմանն է, որը իրան ֆինանսավորում է, դանդաղ են այնտեղ գործընթացները այնտեղ զարգանում։ Խոսքը դանդաղի մասին չի, համակարգն է ճակ տվել։ Համակարգը, քաղաքական համակարգը ճակ է տվել։ Ասում են, եւ սրա երկումը դեռևս չկա, ընդհակառակ ապացույցը կա, որտեղ Պիթեքսետը առնվազն 5-4 աստղանի գեներալ հանեց աշխատանքից, որ բանակայինները դեմ են դուրս եկել արդեն փաստացի վարվող պատերազմի ընթացքում, եւ բանակայինները չեն ուզում այլևս կապված լինեն 160 աղջնակ սպանելու հետ, որովհետեւ ով իրանք լավ հասկանում են, որտեղ Իրաք են տեսել, Աֆղանստան են տեսել, որ ոչ թե ապօրինի ցեղասպան հրաման տվողին են Ամերիկայում մեղադրում, այլ վերջի օդաչուին։ Կատարողին։ Հա, այն որ վերջում կոճակած, իսկ Նյուրնբերգի հիմքը էր, որ Վերմախտը մեղավոր չի, Վերմախտը հրաման է կատարել։ Չնայած որ ասենք Հիմլերի, չգիտեմ, բանի են մնացածի դատապաշտպանները ասում են, դե իրանք մարդ չեն սպանել, կներեք, Էնվերն ու Թալատն է անձամբ մարդ չեն սպանել։ Իրանք ունեցել են հնարավորություն, իրանք տվել են հրաման, իրանք ասել են սա արեք, իրանք ի պաշտոն է եղել են հրաման տվող, հետևաբար իրանք ամեն մի խոսքը ընդունվել է որպես հրաման, Տրամփը որպես գլխավոր գերագույն հրամանատար եւ միակ մարդը ամերիկյան համակարգում ով կարա բանակին հրաման տա, ասում է ես առավոտ ժամը 8-ին այս քաղաքակրթությունը ոչնչացնում եմ։ Ու ամբողջ աշխարհը դրանց ասենց շուտ մտածում էր լավ միջուկային է խփելու թե ինչ է խփելու։ Լավ, եթե միջուկային է խփելու ինչ պետք է անենք։ Որովհետև մի գիժ կա այնտեղ Թել Ավիվում նստած, որը ասում է, հենց որ բանեսանում, ասում է չմոտիկինաս կպիսկեմ, միջուկային հետ կտրակացնեմ, ես հետը դուք էլ հետս։ Մի տենց ապուշ է նստած այն բանում, ճահիճներում Մոսկվայում, որ ասում է չլինենք աշխարհ, հա, ինչ իմաստ ունի, որ աշխարհ։ Այսինքն ինչ որ մասսա կա, մոտավորապես այդ բումերների տարիքի, մտածելակերպ է, որը կապված է նրա հետ, որ իրանք անբարոյականների ընտանիքում են մեծացել, այսինքն չկա այդ բանը փոքր ժամանակվանից իրանք չի ասվել, որ սա չես կարող անել։ Իրանք էմպաթիա չունեն, իրանք չեն հասկանում դա։ Իրանք ասում են մենք այդպես ինքնապաշտպանվում ենք, դուք չեք կարող մեզ Բայց իրանք ամբողջ կյանք են տենց զրկել ինքնապաշտպանելու իրավունքից։ Ինքնապաշտպանվելու իրավունքից, եթե Իրանը Ամերիկայի վրա չի հարձակվել եւ չի հանդիսանում Ամերիկայի համար վտանգ։ Դե դրա համար մենք հիշում ենք Լուկաշենկոյի խոսքը, չէ՞, երբ որ Միացյալ Նահանգներն էլ ասեց, եթե մենք չխփեինք, մենք գիտենք որտեղից էին մեզ խփել։ Հա, որովհետեւ այդ իրան դուր է գալի։ Ինքը իրոք մի քիչ ծալապակաս է Տրամփը, իրան թվում է, որ Պուտինը ուժեղ տղա է։ Ու ամենահետաքրքիրը, որ այսօր ինքը հաջողացրել է հարձակվել Ռոգանի, Մեյջոր Թեյլոր Գրինի, Մեգան Քելի, Կարլսոնին ասել է Տակեր Կարլսոնի մոտ, Տակեր Կարլսոնին ես այս վերջերս սկսել եմ վրա լսել, որովհետև ինքը այս 40 օրվա մեջ երևի 10-12 հատ ֆանտաստիկ որակյալ հարցազրույց է իրականացրել։ Չնայած գիտեմ, որ ստեղ ինչ-որ ներքին քաղաքական ինչ-որ թեմաների մեջ են փորձում իրանք ֆանտաստիկ բաներ ասում։ Պարոն Սարգսյան, եկեք վերադառնանք հարցին, այո, բանակցությունները եւ զինադադարը կարող են տապալվել, թե ոչ, այսինքն իմ հարցը ի սկզբանե սկսելուց տարբեր էին Իսրայելի եւ Միացյալ Նահանգների նպատակները, ամենայն դեպս իրենց հայտարարած։ Ես ուզում եմ հասկանամ որտեղից եք վերցրել, ինչ զինադադար կա, այդ կա ինչ-որ նիկոլական բան, հա, խաղաղություն կա։ Խաղաղություն բանակցությունների պիտի գնային այդ դե պիտի գնային 40 օրի վրա կանոնել են, արդեն օրերը անցել են, բայց 40 օրը ֆիքսվում է, ուրեմն եթե 40 օր ասում են, ուրեմն դրանից հետո համարվում է, որ հələ որ սկզբից ասին 2 շաբաթ,
Հիմա ինչ-որ ուժ։ Չէ, 40 օրյա պատերազմ է հիմա դա կոչվում։ Այդ նշանակում է 40 4 օր է դիմանայիք էլ պերեխվատանեինք։ Հարցս հետևյալն է, Իսրայելը չի կանգնի։ Իսրայելը հայտարարել է, որ իրան դա չի վերաբերում։ Տալու է Թրամփին գնալ բանակցելու եւ իր ձևով վերջացնելու այս Նորից եմ ասում, Իսրայելը ասում է, որ իրան դա չի վերաբերվում։ Իսրայելը չի համարում, որ ինքը այս համաձայնության մի մասն է։ Որ ընդհանրապես իր պատերազմի Լիբանանի հետ, ասում է ինքը ես կապ չունեմ։ Ասում է դու գնա խոսի։ Դուք ինչ ուզում եք արեք, բայց մյուս կողմից Իսրայելը օրինակ կարողացել է երևի էլի շանտաժով Աբու Դաբի էմիրին ապահովել, որ ինքը այդ վերջի օրով անմիջապես այդ ձեռք բերված համաձայնությունից հետո հարված են բանին, իրանական նավթամշակող, ի պատասխան Իրանը միանգամից հարվածել է Պարսից ծոցի էլի համապատասխան բաներին, գործարաններին, դրանից հետո Ամերիկան ասել է, որ այդ 10 կետանոցը մեզ չի վերաբերվում, այդ անընդունելի այն մի հատ կյաժ մի հատ բան կա, ոնց որ վատ դպրոցի դասատուլն է, դրա խոսնակն է, հելավ ասեց, որ դա մենք աղբն ենք նետել, ոնց եք աղբն նետել, 10 կետանոցը, ասենք նախագան աղբն ասեց առաջին աղբն ենք նետել, հետո նրա Okay, բայց առաջին, հասկանում եք պրոբլեմը, որ նա որ բանակցությունների մասին խոսում ենք, բանակցությունների մասնակիցներից մեկը, առնվազն սենց ասեմ, եթե դրանք բանակցություններ են, երկուսն էլ պետք է գտնվում են սթափ ուղեղի մեջ, Տրամպը նմանա հոգեկան հիվանդի, որովհետև եթե իր խոսնակը կանգնում ասում է նախագահի համար դա անընդունելի է, ինքը նետել է աղբը, բայց դու բացում ես այդ հիշատակված ոչ բարով նախագահ ընտրված մարդու բանը truth social-ը իր սեփական սոցցանցում ապացուցված որ ինքն է վարում, ինքը ասում է մեր համար մեծ պատիվ է այդ 10 կետի շուրջ սկսել բանակցությունները, դու սկսում ես մտածել Սպիտակ տանը ով է ավելի անասուն, խոսնակը, նախագահան, փոխնախագահան, որը գնում է Օրբանի մոտ խառնվում է ներքին քաղաքականության մեջ, բանը պետական քարտուղարը, որը 3 ռազմեր մեծ կոշիկ է հագնում, որտեղ Տրամփն անվիր ինքը ռիսկ չունի, ասի, որ իմ, ասենք, չգիտեմ, ես 38 եմ հագնում, ինչ ես ինձ 46 համարի կոշիկ տվել։ Հասկանում եք, դա գժանոց է մի հատ, Սպիտակ տունը դարել է գժանոց, ինչի մասին ասում է Տակեր Կարլսոնը, ասում այնտեղ կան մարդիկ, ովքեր չեն ուզում պատերազմ, բայց ոչ մեկ ռիսկ չի անում ասում, որ դա իմ գժանոցը գժանոց, մենք տենց ձեր կարծիքը չի Իմ կարծիքը կապ չունի, դուք գործ ունեք գժանոցի հետ։ Այնտեղ բանն է, Բոնապարտն է, Ալեքսանդր Մակեդոնացին է, բան սենց 6-րդ պալատն է, նստած են, հիմա մեկը էս կասի, մեկը այն կասի, կգնանք ստորագրեն։ Իրանը բազմիցս ասել է, որ մենք 2 անգամ գնացել ենք այս ադմինիստրացիայի հետ բանակցությունների, 2 անգամ հասել ենք համաձայնությունից 12-ից 20 ժամ առաջ մեզ ռմբակոծել են։ Հիմա դուք ինձանից ուզում եք պատասխան, որ ես ձեզ բացատրեմ գժանոցը ոնց է աշխատում։ Իրանը-ամերիկյան հարաբերություններից կախված է այն, ինչ է մեզ մոտ մեր տարածաշրջանում, մեր հարավային Կովկասում տեղի ունի։ Իհարկե։ Կախված է դրանից արդյոք թրիփի ճակատագիրը։ Լավ, եկեք սենց կան։ Իրանը այս պատերազմից դուրս եկավ, ավելի հզոր, քան մտավ։ Չնայած որ ասենք չգիտեմ 70-ականների բանը թոմկետերը, որոնք շատ լավն էին, ոչնչացվեցին, բան ինչ-որ օթուշ, նավատորմ, բան, գործարաններ, ճիշտ է, կամուրջներ, դպրոցներ, հիվանդանոցներ, պողպատա արտադրող գործարաններ, ալումինի գործարան, այդ ամեն ինչը հաշվի առնելով, այդ ամեն ինչով հանդերձ Իրանը դուրս եկավ հաղթող։ Ինչու, որովհետև հասարակությունը հասկացավ նույնիսկ նրանք ովքեր չէին հասկացել, դա ճիշտ է թե սխալ ուրիշ հարց է, բայց հասարակության մեջ այլևս կասկածի չի ենթարկվում այն փաստը, որ այն ինչ որ իրանց ասում էին, որ Իսրայելը եւ Ամերիկան ձեզ ուզում են ոչնչացնեն, դա ճիշտ է։ Ինչու նախորդ ամերիկյան նախագահների ժամանակ Իրանում կար ներքին ընդվզում շարժում, որը կարելի էր գնահատել պրոամերիկյան, իսկ հիմա դա էլ չի լինի, որովհետև նախորդ նախագահները ամեն կերպ ցույց էին տալի, որ մենք նրանց հետ կապ չունենք։ Բայդենի ադմինիստրացիան մինչև այդ Օբամայի ադմինիստրացիան 4 տարի աշխատել էին, որ այդ բանը ստորագրեն միջուկային ծրագիրը։ Ի վերջո ասել էին նրան, որ իրանական գոնե վերնախավի մոտ
գոնե ռացիոնալ մակարդակով հավատում էին դրա թե չէին հավատում դա ուրիշ հարց է, ռացիոնալ մակարդակով կար տարանջատում, կա Ամերիկայի քաղաքականություն, կա Իսրայել։ Իսրայելի մասին բոբո բաներ ասել է, դա քաղաքական թեմա է, համ նրանց համար, համ նրանց, իսկ Ամերիկայի հետ կարելի է ասենք, չգիտեմ, այսինչ գործողություններ անել։ Հիշում եք այնտեղ ինչ որ համ միջուկային ծրագրի մասին կար պայմանագիր, համ միանգամից Իրանը բավականին մեծ գումար փոխանցեց, որպեսզի Boeing առնի, ինչ-որ ահռելի թվերի մասին էր խոսքը, լիզինգով Boeing պետք է վերցնեին, այդ փողել են վերցրել, սառացրել են, Թրամփը սաղ գողացել է այդ փողը։ Դա դեռևս առաջի ժամկետի ժամանակ։ Հիմա հարցը եկեք կանգնել է նրան, որ դուք ինձ ասում եք, ոնց դա պետք է անդրադառնա։ Պետք է անդրադառնա հետևյալ կերպ։ Իրանը դուրս է եկել ավելի հզոր։ Հորմուզի պատմությունը հետևյալն է։ Հորմուզը միշտ համարվում էր միջազգային ջրեր։ Հիմա Հորմուզը պաշտոնապես ուզում եք, չեք ուզում, դուրա ձեզ գալի, դուր չի գալի, հավատում եք, որ Ամերիկան գերհզոր պետություն է, թե չեք հավատում, ոչ մեկի ոտերին չի։ Ուզում եք Հորմուզից դուրս գաք, զանգում եք Իրան, ասում եք ախպերս 2 միլիոն բարել նավթ եմ հանում, ես քեզ 2 միլիոն բարելի դիմաց, $2 միլիոն փող կամ 2 բիտկոին։ Բարելը $1։ Հա, ամեն բարելը ամեն տակառի մեջ $1 են աշխատում։ Բայց դա գիտեք ինչքան արդար գին է, տենց որ պատկերացրեք, բանի 1 տակառի գինը, ասենք $100 է հիմա կամ 90։ Ինքը ասենք 1%-ի չափ փող է ուզում, որ չտրակացնի, բարձրով ուզենա կհամաձայնվի։ Եվ իրականում այդ հիստերիան որ կար, Հորմուզը փակ չէր։ Հորմուզը փակ էր Իսրայելի դաշնակիցների, որոնք գոյություն չունեն, եւ Ամերիկայի համար։ Իսրայելը չունի դաշնակից։ Իսրայելը client state է, այսինքն Իսրայելը արդեն դե պաշտոնապես 3-րդ տարին է, ապրում է բացառապես ամերիկյան հարկատուների փողերով։ Իսրայելը ոչինչ չի արտադրում, ոչինչ չի արտահանում, ոչինչ չի կարող արտահանել, այս արտերակոծությունն էլ սա քանի որ փակ է եղել, ցենզուրա է աշխատել, իրականությունը շատ քիչ մարդ գիտի ինչա կատարվել։ Հետո կբացվի կերևա ինչա։ Այնը եթե բացվի, եթե իրան կարողանան այս պատերազմից դուրս գան։ Բայց 3-րդ տարին է Իսրայելը գոյություն ունի բացառապես նրա հաշվին, որ Ամերիկայում ապրող, ասենք, չգիտեմ, Մոնտանա նահանգի, ասենք, մերին կտրել են սոցից, կտրել են բանից, առողջապահությունից, իր երեխեքի դպրոցից, իր հորն ու մոր տալոններից, որով իրանք ուտելիք էին ստանում, ամեն ինչը կտրել են, որ Բիբի Նետանյախուն կարա գնա Լիվանը տրակացնի։ Հիմա Ամերիկայում այդ բանը բարձրացել է այդ հարցը։ Եղբայր, ինչի՞ մար։ Հիմա Իրանը ավելի ազդեցիկ է, թե չէ, իհարկե ավելի ազդեցիկ է։ Դե միայն այն, որ այսօր ներողություն մի բան էլ հասնեմ հակագծերում, միայն այն հանգամանքը, որ Իրանի ներկայացրած 10 կետանոց փաստաթղթի շուրջ են քննարկում անելու, դա արդեն ցույց է տալի, ոչ թե Միացյալ Նահանգների 10 կետանոց 15 կամ 15 կետանոց, հիշում եք, այո 15-ը, այլ Իրանի ներկայացրած։ Տեսեք, որովհետև Իրանը ոչ միայն առաջարկների շուրջ են բանակցելու, Իրանը համաշխարհային մակարդակով ապացուցեց, որ եթե դու բավականաչափ մտածված, ախր այստեղ շատ հետաքրքիր կտոր կար։ Իրանը ասիմետրիկ հաղթեց այս պատերազմը։ Հենց ոնց որ մեծ հաշվով Ուկրաինան պետք է հաղթի Ռուսաստանին, հա, եթե այդպես խորանակ, եթե այդ մոդելի մեջ գնաց։ Ու Իրանը մենակ էր։ Իրանին ոչ մեկ իրականում չի աջակցել։ Մեզ մոտ ունենք իրավիճակ, որ Ամերիկայում քարտեզ չունեին, պատմություն չգիտեին եւ չէին է պատրաստվում։ Գոնե ես մտածում եմ, որ հոգեբանություն ու սոցիոլոգիա գիտեն, դա էլ չգիտեն։ Կամ առնվազն այս իշխանությունների մեջ, որովհետեւ ընդդիմության կամ այդ բաների մոտ տակեր կալսնի, այդ բանի վրա երևում է, որ մարդիկ հասկանում են ինչա կատարվում։ Խնդիրը հետեւյալն է. դու չես պատկերացնում, որտեղ ես մտնում պատերազմի մեջ, դու չունես պլան այդ պատերազմի ու չունես այդ պատերազմից դուրս գալու պլան։ Հարցնում եք տրիպը ինչ պետք է լինի, ոչ մի բան։ Որովհետև մեծ հարց է եւ 70%-ով պատասխանը բացասական է։ Արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգները տարածաշրջանում կմնան։ Ընդհանրապես կմնան, որպես ինչ-որ մի բան։ Չեն կարա մնան, որովհետև եթե Պարսից ծոցը խնդիրը Հորմուզի նրանում չի, որ Իրանը, ասենք, բան արել։ Առաջի մի քանի օրը Հորմուզում ընդհանրապես գործողություններ չէին։ Ուղղակի բոլորը նայում էին քարտեզի վրա, ի տարբերություն ամերիկացիքի, բոլորը մնացածը քարտեզ ունեն։ Նայում են, ասում են, եղբայր, էս ընդամենը 40 կիլոմետր է։
որից անցանելի է ընդամենը 7-ը, շատ Սյունիքին նման է։ Ու ես չեմ գնա այնտեղով, որովհետև ապահովագրական ընկերությունն ասում է, բան եղավ, ես փողոց չեմ փակելու։ Նրանք բոլորը կանգնեցին։ Առաջ օրը բան չկար։ Հիմա Իրանը պաշտոնապես է ասում, եղբայր, ուզում եք անցնել գալիս, հանգում եք, ասում եք, միջազգային ջրերը սարքել է իր սեփականությունը, փող է աշխատում դրա վրա։ Տրամպի պատասխանը, որ լրագրողը հարցրեց, ցույց տվեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրվել են, որ ունակ չեն ոչինչ անել։ Տրամպը ասեց, դե հələ կարող է մենք բան կանենք, համատեղ ձեռնարկություն կանենք։ Արա ինչ համատեղ ձեռնարկություն։ Քեզ շանտեղ ով է դնում։ Համատեղ ձեռնարկություն ինչ-որ տրիպում, հա? Հա, տրիպի պատմությունն է, ինչ որ մեկը իրան ասել է, որ կարաս տրիպի պես անես։ Որ 50-50 մտնես, ինքը քեզ փող տա, ինքը բանը ուստեղ բավականին հետաքրքիր, քանի որ ինքը նարցիս է, տենց մի քիչ ժամանակ առ ժամանակ ինքը բացվում է, ուղեղ չունի։ Ինքը բացվում է բանը։ Ինքը փաստորեն ապացուցեց, որ տրիպը ընդհանրապես Ամերիկայի հետ կապ չունեցող պատմություն էր, որը այստեղ են որ ասում էր, ստեղծված է Թել Ավիվում ընդդեմ Իրանի։ Հիմա ձեր հարցը տրիպը կաշխատի, թե չի աշխատի։ Իմ հարցն է Իրանը ինչպես կվերաբերի տրիպը, էլի եմ ասում, տրիպը կարա տանի Էփշտեյնի կղզուց դեպի դժոխք։ Չի լինելու դա։ Չի լինելու։ Նույնիսկ կարան մերոնք փորձեն ինչ-որ բան աշխատած, չի աշխատելու։ Ռուսաստանը 9-րդ կետն է, ասում է լավ, եթե տրիպը հանգարց չլինի, եկեք ես այսպես Ռուսաստանը կարա Էփշտեյնի կղզուց գալացող դեպի դժոխք գնացող Տրամպին այնտեղ դժոխքի դրան դեմը դիմավորի ասի բարև աղբերս ու երկուսով մտնեն գրողի ծոց։ Համոզեմ Իրանին, ասեմ Ռուսաստանը Իրանի ռազմավարական հակառակորդն է, բան ածխածնային շուկայում, այսինքն նավթի եւ գազի շուկայում։ Եվ հիմա, իդեպ ասեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի վրայից էլի պատժամիջոց են հանել, որպեսզի նավթի գները իջացնեն, ինչու, որովհետեւ Տրամպի համար վարկանիշից բացի, որը ընկել է, որովհետեւ ինքը իր մարդկանց խոսք կա որ պատերազմ չի լինելու։ Իրան ասում են բան, ֆուֆլագոնշիկ, որովհետեւ դու 200 միլիարդ ուզում է, հիմա հանում այդ կինն են, ինչ 200 միլիարդ էլ չի ուզում 80 է ուզում։ Բայց ասենք խափելա սաղին, աչ ու ձախ խափելա։ Հիմա հարցը եկել է նրան, որ բենզինի գինը, միջին բենզինի գինը $4.30 ցենտ է, թե $4.80 ցենտ, այդ գալոնը։ Հիմա պետք է իջացնի, որտեվ պատերազմը սկիզբ 40 օր առաջ դա ընդամենը 1.80-ից 2 էր։ Որպեսզի դա ապահովի, ինքը պատժամիջոցները հանել է Իրանի վրայից։ Իսկ Իրանի 10 կետի մեջ նաև կար պահանջ, որ բոլոր պատժամիջոցները առաջնային եւ երկրորդական վստահ եմ, որ մի մասը կհանեն։ Եթե եւ երբ, ոչ թե եթե, այլ երբ Իրանի վրայից դուրս գան այդ պատժամիջոցները, Իրանը միջազգային շուկայում Ռուսաստանի փայը ոչ թե կուտի է, կտա պատերով։ Ռուսաստանը այլևս երբեք եվրոպական շուկան չի վերականգնի, որպես իր նավթի գազի սպառող։ Իսկ Իրանը ձեռք կբերի եվրոպական շուկա։ Այ հիմա եկանք հասանք հաջորդ հարցին, Իրանը եւ եվրոպական երկրները։ Իրանը եւ եվրոպական երկրները, դա կոչվում է հնդեվրոպական բան։ Չեմ ուզում ասել, քաղաքակրթություն։ Այն, որը որ Տրամպը ուզում էր ոչնչացնել։ Այ դա ինքը լավ գիտի։ Այ դա ինքը լավ գիտի։ Որտեվ Սելջուկ բոլշևիկյան եւ բան սիոնիստական քաղաքակրթություններից բացի ինքը լավ գիտի, որ կա եվրոպական, որտեվ սիոնիստները իրան դրա մասին պատմել են, ինքը դա էր ոչնչացնում։ Իրանի ոչնչացումը դա է, որ երբեք Հնդկաստանը եւ Եվրոպան չաշխատի։ Իրանը ինչպես նաեւ Հայաստանը դա Հնդկաստանի եւ Եվրամիության, Եվրոպայի մեծ Եվրոպայի միջև այդ ճանապարհի կապող օղակներն են։ Եվ վերջակետ։ Եվ ամբողջ պատերազմը դրա մասին է։ Եվ հարաբերությունները այս պատմության մեջ ինչպես իրենց ցույց տվեցին եվրոպացիները ինչպես հենց այդտենց։ Հենց այդտենց, որ ասում այդ մեր պատերազմը չի, այդ ձեր պատերազմն է։ Բացի դրանից, այդտեղ շատ կարևոր է, որ շատ պատասխանատու կերպով ես ուղղակի բան եմ հիացած էի, ինչ sense միանգամից ամբողջ Եվրոպան չէ, ինչ սիրուն քայլ արեցին։ Այն երկրները Եվրոպայի մայրցամաքի ներսին, ու Բարադին հունգարացիքի մասին չեմ խոսում, Բարադին։ Իրենք, то есть, տենց շուտ Տրամպի տակ բարգած ապուշներ։
Բայց սա մնացած Եվրոպան տենց ձեն չանեց առանձնապես։ Գերմանիան նույնիսկ ասեց, հա, լավ, արի բան, բայց մեծ հաշվով իրանք թողեցին ընդամենը մեկ ճանապարհ, որով կարային օգտվեին բաները ամերիկացիք եւ այդ ճանապարհը սենց էր իրանք պետք է բարձրանային գնային Բրիտանիայից պետք է իջնեին բացառապես Գերմանիայի տարածքով դուրս գային որովհետեւ նորդիկ երկրները փակն են Դանիան պաշտոնապես տշնամի է իրան արճակի նո ալշտ ինքնա Դանիային ուզում անեքսեն ենթարկի Գրինլանդիան բավականին բարդ լոգիստիկ խնդիր էր մինչեւ այդ ամերիկացիք թռնում էին Պորտուգալիայով Իսպանիայով դուրս էին գալի բան Պորտուգալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան, նույնիսկ Հունաստանը փակել էին ճանապարհները։ Ասում ոչ միայն չենք մասնակցում, չենք թողում մեր տարածքը օգտագործես։ Մի պահ Բրիտանիան թողեց, բայց այն վարքյանին, երբ որ Տրամփը հատուկ հետևում էի, հատուկ նայել եմ, Տրամփը որ ասեց սա բան եմ անելու, քաղաքակրթությունը ոչնչացնելու եմ ու վաղը դա չի լինի, Ստալմերը արգելեց բրիտանական օդանավակայաններ օգտագործել ամերիկացի։ Եվ դա բանի մի մասն էր, հա, որ իրանք Ամերիկան չունի դաշնակից այլևս։ Եվ սա երկար ժամանակ է տանելու սա վերականգնել։ Ամերիկան կարող ասի, որ ինքը ամենաուժեղ տղեն է, բայց ուժեղ տղեն, լավ տղեն, հզոր տղեն, մասնագիտություն չի ու դրանով դու ոչ մի չես անում։ Եզը պետք է ուժեղ լինի։ Էշը պետք է ուժեղ լինի, որ բարձես տանի։ Ուժեղը ոչինչ չի նշանակում։ Եթե տակը խելք չկա, ասենք դու բան չես էլի ոնց է գուժիվոյ տրանսպորտ վյուճնի ժիվոտնի չես որ եզին բարձում են տանում հա ուժեղ է հզոր է բայց ասենք ինքը ընդամենը եզ է դու իրան չես վստահում ոչ մի բան հիմա Տրամփը ասեց որ ես այլևս կարևոր երկիր չեմ ես ուղղակի ուժեղ երկիր եմ ուժեղ երկիր ես այն էլ քեզ կարացել է կուտը տա եզի պես բարձի դու հիմա գնա թող քո երեխեքը մեռնեն Բարից բուն իմաստով, Իսրայելը նենց արե, որ ամերիկացիք մերն են, մի մասը սոված, առանց բժշկական ապահովության, առանց սոցի, բարձր գներով, առանց հույսերի, առանց հարգանքի, դուք մենակ տենակ տրամպիստները ասենք, որ բան են, վլոգերներ բաներ կան, բանի մեջ լացում են ուղիղ եթերներում, Մարդիկ ասում տեղ կա հյուսիսային Եվրոպայում, որ գրած է շների ու ամերիկացիների մուտքը, տրամպիստների մուտքը արգելված է։ Մը կարող է չսպասարկեն։ Առաջին ինչ որ ասում են որտեղից ես, ամերիկացիից ասում են հենց վրաց նայում ու ես նացիստ եմ։ Կներես դու նացիստ ես, հա, դու նացիստ ես, այո, դու նացիստ ես։ Այտենց է դու զգալի, որտեղ քո ղեկավարը Հիտլերի ճարերը վերցնում ու կարդում է։ Լավ, դրա շարունակությունը, բայց այդտեղ հետաքրքիր է Իրանը եւ եվրոպական երկրները փաստորեն դա ռազմավարական դաշինք է, սենց ասեմ, Իրանը ինչպես նաեւ բան է, ինքը միջանկյալ է։ Ահա։ Այսինքն ինքը Հնդկաստան կա, որ Ֆրանսիան կնքեց այդ բանը Եվրամիությունը կնքեց։ Այստեղ պարզապես հետաքրքիր է Ռուսաստան-Իրան փոխհարաբերությունները, Իրան-եվրոպական երկրներ։ Ռուսաստանը եւ Իրանը ռազմավարական հակառակորդներ են, թշնամիներ չեն, բայց հակառակորդներ են եւ Իրանը շատ ես ասեմ, եթե այս պատմությունը լավ արագ ավարտվի, ես օրինակ չգիտեմ ինչքանով Նիկոլենք Պլոչիկ կունենան, բայց ես օրինակ առաջին կանչեի մայիսին տեղի ունեցող այդ եվրոպական բանին, որտեղ կներես Էրդողանին կանչել ես, Իրանը կանչի, ինչ ա եղել։ Ինչ, ասենք եթե կանչել ես բիզդինայից PlayStation-ի մոտից գողացած են բանին, բիզբիզ մազերով որ կա, որ ինքնահռչակված վարչապետ է, ասենք խի նորմալ բանի չես կանչում։ Գովազ հայտարարենք եթերում, պարոն Սարգսյան։ Ինչ-որ բան ես պետք է ասեմ։ Այդտեղ ես եմ հայտարարում Գովազդը եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ, ուզում եմ ասել ինչի մասին ենք խոսելու, բայց Գովազդից հետո կասենք։ Հա, դե թող։ Գովազդը եթերում մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։
Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչեւ 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար 2 արկղ անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Կարեն Սարգսյանի հետ, սոցիոլոգ վերլուծաբան։ Հաջորդ թեման հետաքրքիր է եւ դուրս են բերել Զելենսկու հարցազրույցից։ Հետաքրքիր բաներ ասեց Զելենսկին։ Rest is politics podcast-ի ժամանակ, մեկնաբանելով Միացյալ Նահանգների հնարավոր դուրս գալը ՆԱՏՕ-ից։ Բայց այստեղ ես ուզում եմ կանգ առնել Թուրքիայի հետ կապված եւ եվրոպացիների Եվրամիության հետ կապված հարցերին։ Տարիներ ի վեր մենք գիտենք, որ Թուրքիան փորձում է մաս կազմել Եվրոընտանիքի եւ անդամակցել Եվրամիությանը, բայց դեռևս հերթի մեջ է, որքան գիտենք։ Եվ այսպես Զելենսկին ասում է հետեւյալը. ես մեջբերեմ Զելենսկու խոսքից. Մեծ Բրիտանիա, Ուկրաինա, Թուրքիա եւ Նորվեգիա։ Սրանք 4 ուժեղ երկրներ են, որոնք Եվրոպայի մաս են կազմում։ Միասին Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի եւ Թուրքիայի բանակները ավելի ուժեղ են, քան Ռուսաստանինը։ Եվ հաջորդ նախադասությունը. առանց Ուկրաինայի եւ Թուրքիայի Եվրոպան չի կարող համեմատվել Ռուսաստանի հետ։
Տեսեք, նախ եւ առաջ պետք է սկսենք ընդեղից, որ ճակատում իրավիճակը փոխվել է դեպի դրական, այս ամսվա ընթացքում չնայած որ բավականին դժվար էր եւ բավականին ծանր, բայց Ռուսաստանի տնտեսական անկման հետ միասին Ուկրաինային հաջողվեց ավելի շատ տարածք ձեռք բերել, քան կորցնել, սա առաջի անգամ էր 2 տարվա մեջ, եթե չեմ սխալվում, 2-2.5 բանից հետո իրականում Խերսոնի եւ Կուպյանսկի Իզումսկի օպերացիայից հետո առաջի անգամ է Ռուսկա-Ուկրաինա շատ տարածք ձեռք բերել, չնայած պետք է հասկանալ, որ այս բոլոր ինչպես ռուսները ասում են զինիտալկայա, այսինքն այս կողմեն կողմը շատ փոքր տարածքների վրա է, իրականում բանը չի փոխվել, առաջնագիծը շատ դանդաղ է փոխվել։ Սա մեկ, երկու, գոյություն ունեցող իրավիճակում, երբ 40 օրվա ընթացքում Ամերիկայի դաշնակիցները ներառյալ Իսրայելը օգտագործեցին ՀՕՊ-ի հակահրթիռային պաշտպանությանը հիմնականում ուղղված այդ բանի հրթիռների ինտերսեպտորների, այսինքն ոչ հասկացանք հակահրթիռների զգալի մասը եւ բաց է առաջացել թե ամերիկյան պահեստներում, որտեղ կա ինչ-որ ռազմավարական պահոստ, որը հենց իրանցն է, դեպի դուրս տալու չկա։ Եվ բացի դրանից նաեւ ոչնչացվել է պոտենցիալը հարվածային խնդիրները, որտեղ օրինակ Տոմահավք հրթիռները Ամերիկան արտադրում է տարեկան 56 հատ։ Եվ խոսքը նրա մասին չի, որ դուք կարող եք 10 միլիարդ ավել գումար տակ եւ այդ 56-ը կդառնա 70, ոչ չի դառնա։ Այդքանն է պոտենցիալը, այլևս չկա, դրանից ավել չես կարող արտադրել, ոչ թե որտեղ փողն է պակաս, այլ արտադրական հզորություններն են այդքան, բացի դրանից գրեթե բոլոր այդ թվում հակահրթիռները, որոնց մասին խոսքը գնում է կամ տոմահավքները, դրանք ձեռքի աշխատանք են պահանջում եւ ձեռքի տեստ։ Յուրաքանչյուրը առանձին ստուգվում է այդ մասնագետների կողմից, չեք կարող այդ մասնագետները չեն քսերոք սարվում իրանցից, ասենք մի հատ երկու հատ ամեն բանի գծի հոսքր գծի վրա եւ այլն, սենց խնդիրներ կան։ Սա իր հերթին, դա մեկ, երկու, Իրանը վարեց ասիմետրիկ պատերազմ։ Իրանը պատասխանեց պատերազմին ոչ թե այնպես ինչպես ակնկալում էին ամերիկացիները, այլ միջազգային տնտեսական բաներին խփելով։ Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ եթե դու ասիմետրիկ ես պատասխանում, այսինքն ոչ թե եթե քեզ վրա գալիս է, ասենք, չգիտեմ, 200 կործանիչ մի անգամից դու քոնը քո 200-ը բարձրացնում ես ու տեսնում ես ով կրեց, հետո եթե քոնը կրվեց, ասում ես դե թաթիկները բարձրացած, ասում ես դե վերջ, ես պարտվեցի։ Ասում ես օքեյ, դե այս կործանիչներից տենց են, ասում եկեք տեսնամ, դե հիմա եկեք ձեր նավթագործարանները հələ բերեք ասեմ, հələ ինչ կարամ փագեմ։ Այն ինչ որ մենք ասում էինք 44-ի ժամանակ, բայց հակահայկական քաղաքականության վարող որոշ քաղաքական գործիչներ եւ պաշտոնյաներ այն պարագայում աստուց առաջ ընկան եւ ասին, որ մենք ոչ մի դեպքում նավթամուղերին չենք խփելու։ Իսկ նավթամուղերին մենք պետք է խփեինք, որտեղ այն ժամանակ որ մենք նավթամուղերին խփեինք 23 թիվը չէր լինի, որտեղ իրանք 20 թվից մինչև 28 թիվ ստիպված կլինին վերականգնել այդ նավթամուղը, որտեղ իրականում 400,000 բարելի համար ոչ մեկ չէր գալու նորից նավթամուղ բարձրացներ։ Մենք խնդիր կարայինք լուծեինք լուրջ։ Հիմա ի պատասխան Զելենսկուն։ Նախ եւ առաջ պետք է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ ինքը փորձում է Տրամպին հաճոյանալ այս պայմաններում։ Ինքը չի նշում Եվրամիության ոչ մի երկիր։ Ինքը նշում է երկրներ, մասնավորապես Մեծ Բրիտանիան եւ Նորվեգիան, որոնք Եվրամիության անդամ չեն եւ անկասկած Եվրոպա են։ Ձերքի հետ ինքը ուզում է հաճոյանալ նաեւ Թուրքիային, որովհետեւ Թուրքիան վիրավորված էր նրանով։ Չեմ ենթադրում, տենց մի քիչ գիտեմ նաեւ, որ ինքը գնացել էր Սաուդների մոտ եւ Էմիրների մոտ, Միացյալ Արաբական Էմիրություններ, որոնք որ Թուրքիայի հակառակորդն են սուննիտական աշխարհում առաջնորդության համար վարվող այդ կոնֆլիկտի մեջ։ Հիմա Զելենսկին փորձում է անել քաղաքականություն, այնտեղ որտեղ պետք չէր գնալ ընկնել հակաիրանական կոալիցիայի մեջ։ Դա լեգենդ է, որ Իրանը ինչ-որ տենց զգալու է, ինքը հասավ նրան, որ պաշտոնապես Իրանից ստացավ պատասխան, որ այսուհետ Ուկրաինան մեզ համար թիրախ է։ Երբ որ ինքը ասաց, որ ես գնում եմ այնտեղ,
Ինքը պաշտոնապես Իրանից ստացավ, մինչև այդ Իրանը երբեք տես բան չէր ասել։ Իրանը պաշտոնապես ասեց, որ Ուկրաինան մեզ համար թիրախ է։ Եվ ինչ դու պետք է անես, հենց նոր Ամերիկայի հերը անիծեցին, ճիվերը հանեցին, շպրտեցին տարածաշրջանից դուրս։ Եվ ես ուղղակի հիշեցնեմ, որ մարդիկ պետք է լավ հասկանան աշխարհագրություն, պատմություն, էթնոգրաֆիա, մարդաբանություն, անթրոպոլոգիա, տարածաշրջանում ինչ որ մի բան անելուց դու պարտադիր պետք է այդ ամբողջը ուսումնասիրես։ Ես վստահեցնում եմ, որ արաբական աշխարհը Իրանի հետ կպայմանավորվի, որովհետև այդ Պարսից ծոցը հենց այնպես չի կոչվում Պարսից ծոց, այդ Պարսից ծոցն է, հիշեցան պարսիկներից, իրանք միևնույն է պետք է այդ ծոցով իրանց տանկերները հանեն եւ իրանք իրոք պատրաստ են 1 տակառի համար $1 տալ, մենակ թե իրանց նավթը աշխատի, իրանց փողը գա։ Եվ կպայմանավորվեն եւ ամեն ինչ նորմալ կլինի, որովհետեւ դա օքեյ է, իրանց մոտ դա հազարամյակների պատմություն ունի այդ կռիվը։ Արաբական եւ պարսկական այդ հազարամյակների թեմա է։ Իրանք միևնույնն է, այդ թուրքերը չեն, որ տգդին տալով Ալթայից եկեստել լցվել են, հիմա փորձում են ապացուցեն, որ իրանք ստեղից, չէ, իրանք ստեղից չեն։ Առավել եւս Իսրայելը ստեղից չի 48 թվականից սկսած։ Եվ երբ որ Ուկրաինան գալիս է այդ պատմության մեջ խառնվում, բոլորը sense մի քիչ ապշած նայում են, ասում են տղա ջան կլինի քո պատերազմով զբաղվես։ Որովհետև արաբները միևնույնն է իրանցիքի հետ կպայմանավորվեն, միևնույնն է։ Ասեմ ոնց, օրինակ հայերի միջոցով։ Որովհետև մեզ ձեռք է տալիս։ Սա էլ է մեր ռազմավարական գործընկերը, նա էլ է մեր ռազմավարական գործընկերը, հազարամյակներով մենք համսրետ ենք լեզուկ տամները, իրանք կարան շարունակեն ֆետվաներով իրար անիծել, բայց հայկական բիզնեսը Իսվահանում եւ հայկական բիզնեսը Դուբայում կսկսեն աշխատել, մանրից կսկսի աշխատել։ Կարող է պաշտոնապես բան չանեն, բայց այս գործը կարելի։ Նույն բանը կանի Հնդկաստանը, նույն բանը կանի Չինաստանը։ Okay, իրանք կարան պաշտոնապես ասենք ամեն նամազից առաջ ասեն փուֆ քխ Բայց միևնույնն է այդ բիզնեսը կաշխատի, իսկ Ուկրաինային ոչ մեկ չի ների։ Դրա համար երբ որ ամենասկզբից է եղավ, ես հնարավոր բոլոր կանալներով ասացի, ախպերներ ջան, ասեք թող չանի, մի արա, քո գործը չի։ Ոչ թե որովհետև ճիշտ է, սխալ է, լավ է, վատ է, հա, հասկացանք, բանա, ասենք ուկրաինական հոպը շահիդների դեմ աշխատելու գովազդ է։ Okay, Գոնե փող աշխատես դրա վրա։ Որտեղ եթե դու հույս ունես, որ սաուդները կամ էմիրները կկանգնեն Ամերիկային կասեն, դեպսո սրանից հետո Ուկրաինան մեր լավ աղբերն է, որտեղ եկա, չէ, ընկեր։ Չէ, որտեղ չէ։ Որտեղ դու չկաս արժեքային համակարգում իրանց։ Բայց շախեդների խփելը չկա արժեքային համակարգում դա, որտեղ շախեդները որտեղ որ պետք է Սաուդների արևելք արևմուտք նավթամուղին, նավթամշակող քիմիական գործարաններին, Բահրեյնի բազային, Քուվեյթի բազաներին, Դուբային, Դուբայի դատակենտրոններին։ Այսինքն բոլոր թիրախները, որոնք պատակ են ունեցել, խփել են, նենց չի որ չեն խփել։ Էլ հասկանում եք հիմա թեման որն է, Ֆրանսիան ռաֆալները աշխատացրել Աբու Դաբիի վրա։ Ասենք 60-ից ավել թիրախ հարված է։ Սուս-փուս իր համար պայմանագիր ունի ռազմավարական արել է։ Ինչի Մակրոնը չի կանգնած։ Ես եկել եմ, ինչ ես ընկել Մեյդան։ Ինչ ես խոսում։ Ինչ ես ընկել հակաիրանական կոալիցիայի մեջ։ Լավ, դա իր գործն է։ Եթե Երևանը շարունակի քաղաքական Ռուսաստանի մասին ենք խոսում, հայ-ռուսական հարաբերություններ, հայ-ռուսական հարաբերություններ չկան։ Հայ-ռուսական հարաբերությունների մասին Պուտին եւ Փաշինյան հանդիպում է տեղի ունեցել ապրիլի 1-ին։ Ես ճիշտ ասած լավ չեմ հիշում, որ մենք այդ թեմային ոնց որ խոսացել ենք, չենք խոսացել։ Համենայն դեպս էսպես է։ Բայց արդյունքները մենք չենք քննարկել հաստատ։ Արդյունքները չենք քննարկել, ձևակերպումը ասենց է, եթե Երևանը շարունակի քաղաքական ուղղությունը դեպի եվրոինտեգրում, Ռուսաստանը կսկսի վաճառել նավթը եւ գազը եվրոպական գներով եւ ընդհանրապես այս կանի, այն կանի, չթվարկեմ բոլորը։ Տեսեք, շատ հետաքրքիր իրավիճակում ենք հայտնվել, որովհետեւ մեզ մեկ է։ Ազատ շուկայական հարաբերությունները։ Ի վերջո այս ամբողջ բոլորայից պետք է մի բան լինի։ Հիշացնում եմ, Իրանի վրայից պատժամիջոցները հանված են։ Ձեզ չեմ հիշացնում, դուք հաստատ լավ հիշում եք, հետևում եք այդ լրատվականին։ Պարոն բանին, Կապիրկին,
Իշադուն դակլադնոյները որ գրում են գրի ասի հերիք է շշ դուրս տակել է որտեղ վերջ էլ չհաշած որ ադրբեջանց են կարող առնենք էլ չասած որ նավթի գներեն ենցա որ հիմա բան չի հա մենք նավթ չենք սպառում զգազնա պարսկստինից կվերցնենք ինչ է Ադրբեջանից կվերցնենք Թուրքմենստան որտեղից Իրանը երբևիցե ասելա չէ ես քեզ չեմ վաճառի ով Իրանը տենց բան չի ասել երբեք Հարցնում եմ ասում Չէ երբեք չի ասել Բայց չէ Ռուսաստանը կարծում որ նավթը եւ գազը եվրոպական գներով այսպես վախացնելով Հայաստանը կվախենա եւ կգնա նորից Ռուսաստանի գիրկը որովհետեւ Ռուսաստանին թվում է թե այստեղ Միայն դրա պատճառով Չէ Ռուսաստանը երևի լավ չեն ֆիքսել որ այստեղ չվախեցողների երգիր է նո առնվազն ձեր խոներ ծառան Ստե վախեցող չկա։ Չէ, կան չենք վախենում։ Չէ, կան մարդիկ, ովքեր այնտեղ գումար են աշխատում ու տիպա բան են։ Շահի խնդիր կա։ Շահի խնդիր կա ու բացի դրանից արժանապատվությունից զուրկ մարդիկ շատ էին ղեկավարության մեջ, որոնց հեշտ էր վախեցնել, քանի որ իրենք չեն հասկանում ինչ։ Լավ, սա մենք քննարկեցինք, ինչ իրական լծակ եւ ինստրումենտարի ունի, լծակ ունի Ռուսաստանը։ Գործիքակազմ։ Գործիքակազմ, շնորհակալություն։ Գիտեմ այդ բառը։ Շնորհակալություն, այո։ Լծակ ունի Ռուսաստանը Հայաստանին այսպես շատ փիս ցավ պատճառելու, որպեսի ցավից ելնելով մենք գնանք ընկերություն անենք Ռուսաստանի։ Չունի, ցավից ելնելով ընկերություն անելս որն է, բան չի, LGBT համույն չի։ Դե փաստորեն ներողություն, այդպես է ստացվում, դա մեզ վախեցնում է, որ մենք իրեն հետ ընկերություն Դե հիմա ում որ տեսեք հիմա դաշտում եթե մնան քաղաքական ուժեր, որոնք սրանից հետո ասեն, չէ, մենք Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ուրեմն նրանք գիտեն իրանց LGBT համույթը ով է, հետևաբար այդ դրանց հետ էլ գործաբարն է։ Լծակը։ Լծակ չկա, ոչ մի լծակ չկա, ինչ լվացը լծակ պետք լինի։ Գոյություն չունի լծակ, բան այն, որ շունը հաճում է, բայց կապած է։ Ում ձերքնա, եթե կապած է, կապը որտեղ է։ Ոչ մի տեղ ինքը տես փաթաթվել է իր վերյոսկայի շուրջ, այնքան է հաճած է վազվզել է ծառի շուրջ, այնտեղ բանը, խնդիրը ուրիշ տեղ է, ախր որպեսզի դուք պատկերացնեք Ռուսաստանի լծակների գործիքակազմը, դուք պետք է հասկանաք, որ իրանք տնտեսություն չունեն, իրանց մոտ անկում է, նույնիսկ նավթի բարձր գների պարագայում իրանք չեն դիմանում դրան։ Նրանք պատերազմական, ասում են, մենք չունենք ինֆորմացիա, որ կարող է պատերազմ լինել ձեզ մոտ նկատի ունենալով Ադրբեջանին, բայց եթե հանկարծ լինի, մենք կգանք մի բան իշացնեմ, հա, այդ Զելենսկու ասացի հետ կապված, որտեղ մենք ոնց որ գնացինք ուրիշ տեղ, ոնց որ մի ուղղություն է։ Կա Բրիտանիա, կա Նորվեգիա եւ Թուրքիա, որը որ կապված է ծովային բաների հետ, հա, Նորվեգիան եւ Բրիտանիան դա այսպես կոչված հյուսիսային ճանապարհը փակելու մասին է։ Հա, կարող եք վերահսկել ծովերը։ Այո, ծովերը։ Այստեղ հարցը նրանում է, որ գոյություն ունի նաեւ Իսլանդիա, որը նորից վերսկսել է խոսակցությունները Եվրամիություն մտնելու ժամանակին ինքը կասեցրել էր հենց Մեծ Բրիտանիայի պատճառով։ Եվ այն կողմը կա Գրենլանդիա, որը որ Դանիայի մի մասն է, եւ այս Ամերիկային հաճոյանալու պատմությունը ես հիշեցնեմ, որ տարածաշրջանում Ամերիկան դեսպան թողել է միայն Թուրքիայում, այսինքն այս Զելենսկու բանը, որ տիպը Թուրքիան մեծ է եւ Թուրքիայի հետ պետք է լավ լինել։ Նաեւ դրա հետ այս պրոամերիկյան քայլը ավելի շուտ։ Մյուս կողմից, սա նաեւ ցույց է տալիս, որ Թուրքիայի բոլոր կոնֆլիկտները, որոնք այս պահին կան, հաշվի չի առնվում։ Այսինքն դա չլնող բան է։ Ինչ վերաբերվում է, որ Բրիտանիան եւ Թուրքիան Ուկրաինայի լավագույն բարեկամներն են, կներեք քուանջ, եւ այն որ Բրիտանիան պլյուս Թուրքիան պլյուս Ուկրաինան դա բանակը ավելի հզոր է, քան Ռուսաստանին, դա էլ քուանջ, որովհետեւ ուկրաինական բանակը ոչ միայն կարա դիմադրի Ռուսաստանին, այլ նաեւ հաղթի առանձին վերցրած բանում ռազմական գործողությունների թատրոնում, բայց ամբողջությամբ ուղղակի հիշեցնեմ, որ Մեծ Բրիտանիան չուներ բավականաչափ բարձր մակարդակի էսմինից հենց հիմա, որպեսզի Գրենլանդիայի ջրերում բանի եվրոպական ՆԱՏՕ-ի իրականում այդ էսկադրայի հրամանատարությունը անցել էր Մեծ Բրիտանիային, Մեծ Բրիտանիան էսմինից չուներ եւ Գերմանիայից բարձակալել է, եթե չեմ սխալվում, S-ն տիպի էսմինիցը, որի վրա բարձրացված է ֆլագմանի բանը, այսինքն բրիտանական ադմիրալը նստած է գերմանական էսմինիցի վրա։ Սա ուղղակի որպեսի բան անենք, հա, պլյուս Բրիտանիայի, ասենք, օթուժն բան արած Թուրայինքը, Թուրքիան թվով ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է։ Իրականության մեջ
ակնհայտորեն Լեհաստանին զիջումը, ակնհայտորեն, անկասկած, եւ ոնց որ հին մետաձիճկեքն են, հաշվի չի առնվում, որ նույն Ֆինլանդիան եւ Շվեդիան միասին, որոնք նեյտրալ երկրներ են եւ որոնք սաղկյանք պատրաստվում էին Ռուսաստանի դեմ պայքարում, իսկ Ֆինլանդիան նաեւ եվրոպական երկրներից միակն է, ով փորձ ունի 3 պատերազմում Սովետի դեմ հաջողությամբ պայքարելու, չնայած մի փոքր օղատարածքներ կորցնելով, Վիբորգի բանի կտորը, իսկ օրինակ նույն Ֆինլանդիան զորակոչի ժամանակ 1.5 միլիոն մարդ է հանում եւ բոլորը կրակել գինեն։ Եվ այնց չի, որ դու կարաս համեմատես բրիտանական զորքերը, որոնք ընդհանրապես թիվ չեն կազմում, ֆիների եւ շվեդների հետ, որոնք կարան մինչեւ Արխանգելսկ հասնեն բաներով, դահուկներով, շվշվածնելով, որպեսզի ոչ մեկ չնկատի որ եկել են։ Այսինքն հայտարարությունները Զելենսկու ավելի շուտ քաղաքական են, հասկանալի են, հաճոյանալու Տրամպին, տրամաբանական են, որտեղ ինքը ուզում է շարունակի Տրամպից Ամերիկայից ստանալ օգնություն, բայց ամբողջությամբ չեն դիմանում ոչ մի տրամաբանական ստուգումներին։ Եվ սա նորից մենք գալիս ենք այն փաստին, որ բավականին լավ իրավիճակ ուկրաինական ճակատում հիմա, որը թույլ է տալիս հակահարձակման անցնել եւ վերադարձնել տարածքները, այս այնա ինչի վրա հիմա պետք է կենտրոնանալ եւ այն ինչ որ կայակալացնաս, որ մենք Եվրոպայում ունենք պատերազմ, որը պետք է ավարտենք մեր համար դրական բանով մոդելի մեջ, եւ սրանով է պետք զբաղվել, ոչ թե ընկնել եւ հաճոյանալ Տրամպին, որը մեծ հավանականությամբ կան 25-րդ ամենտով կամ միդթերմի արդյունքում կարող է կանգնի իմպիչմենտի բանով, որը ասենք 100% ապացուցված, ասենք, ասենց դատարանով չէ, բայց բարոյական հոդվածներ կան վրան Էփշտեյնի ֆայլերում, մի միլիոն անգամ բան արել, ռազմական առաջնորդներն են իրանից հոգնե, մագա հիմքն է իրանից հոգնե, Տրամպին հաճոյանալ հիմա չի կարելի, դա ոնց որ տպավորությունն է, ոնց որ մարդիկ չեն հետևում աշխարհում ինչա կատարվում։ Հիմա Տրամպի հետ կցված լինելը ավելի վատ է, քան չգիտեմ ում է։ Վերադառնանք շատ քիչ րոպե է մնացել, վերադառնանք տարածաշրջան, այնուամենայնիվ Ռուսաստանի դիրքերի դուք ասում եք Միացյալ Նահանգների դիրքերը տարածաշրջանում, նու դուք ասեք դուրս է գալիս, ես Ընդերից Պարսից ծոցից, ոչ այստեղից, որովհետև եթե ակնհայտորեն ինքը այլևս ոչ մի բան չի կարող անի, եթե տրիպը չեղավ, հա։ Չէ, որովհետև եթե ինքը Պարսից ծոցից դուրս է գալիս, ինքը հարավից Իրանի վրա ճնշում գործադրելու հնարավորությունն է կորցնում, հետևաբար հյուսիսից փակել իմաստ չունի։ Եթե Հորմուզը անցնում է Պարսկաստանի, էլ իմաստ չունի իր Հայաստանի սահմանը փակել։ Ես ուզում եմ վերադառնալ մեր այս տարածաշրջան եւ հասկանալ, արդյոք դա կապ ունի Ռուսաստանի դիրքերի վերականգնելու հետ, հնարավոր է արդյոք Ռուսաստանի դիրքերը վերականգնվեն եւ այն չարաբաստիկ 3 գումարած 3-ը կամ տարածաշրջանային տրամաբանության մեջ լուծվեն հարցերը նորից բարձրանա վերև։ Տեսեք, 3+3-ը կախված է քաղաքական կամքից։ Եթե մոտակա ընտրություններին սխալ կամ վախի կամ կաշառքի, ну, в смысле գլոբալ կաշառքի, իման վրա ձևավորվի Հայաստանի ազգային ժողովը, վախը Ռուսաստանի հա։ Ամեն ինչից վախենան, գնան ընտրեն ինչ որ այդ հիմար բան կասմա փորձած տանը ամփորձ մածնից լավ է, բանա տենց ինչ որ եկեք ոչ ման չանենք, սենց էլ է լավ, դե լավ յոլա է, դե լավ ինչ ա եղել, որ մարդիկ որ կոմֆորտի զոնայից չեն ուզում դուրս գան, ուզում սերիալ նայեն, բան, դե լավ պերաշկի է, դե լավ ոչինչ, ասենք չգիտեմ, պլաշի թևով քիթը սրբում է, դե լավ ոչինչը տեղից էլ կլինի, լավ ոչինչ թուրքի պես գլխակով նստում է կոլխոզի քարտուղարի պես շենքում, դե լավ սրտիկել, բան, TikTok կամ ասենք ծաղրացումներ ընտրել։ Դե հենց էդ է, ասում եք ինչ, բոլոր այդ սպեկտրում բոլորը սխալ են։ Եթե տենց ձևավորվեց ազգային ժողովը 3+3 է կլինի, ԵԱՏՄ-ից չեն դուրս գա, ՀԱՊԿ-ից չեն դուրս գա, հետևաբար այդ ամբողջ բանը կարա տապալվի։ Սա հերթական բան, պետք է ճիշտ հասկանալ։ Տրամպը հակաեվրոպական է։ Տրիպի լինելը, Տրամպի հետ լավ լինելը, ամերիկյան քուշներական ներդրումները, անհասկանալի ամերիկյան ներդրումները, որոնց ծերը չես կարողանում գտնել, գնում ես ով offshore-ակորում։ Այդ բոլորը
վտանգ է եւ վնաս, որովհետեւ այս պահին Ամերիկայի համար հնդ-եվրոպական մոդելը թշնամի է, ինքը ամեն ինչ անում է, որ ապակայունացնի։ Մեզ համար ամենալավ իրավիճակը իրականում, որ Իսրայելը դառնա երկու պետություն, ոնց որ ՄԱԿ-ի կողմից ստեղծվել է, այդ հարցը փակվի, այդ դեպքում արդեն այդ տրիպի սուտ են խոսում, որ տրիպը հակաիրանական կամ հակաեվրոպական տրիպը պետք է, որ Չաբար Մեղրի բան չաշխատի, Եվրոպա չաշխատի։ Իրանք ուզում են այսպես կտրեն, որ չաշխատի, սուտ է խոսում, ով ուզում է լինի, ուզում է Նիկոլը լինի, ով ուզում է ասի, որ դա տենց չի, ժողովուրդ, ուրեմն դուք չգիտեք երկաթ գծերի կանոնակարգը, կանոնադրությունը։ Մի հատ երկաթ գիծ գցեցիք, երկրորդը չեք կարա տեղով անցկացնել։ Բացառվում է դա։ Եվ ոչ, դուք չեք կարող օգտագործել հին ջուղա անցումը օրդուբադից հետո, որովհետև Հնդկաստանի բանը կրիտիկական է, որ ոչ մի թուրքական պետություն սահմանական քի տեղերում, այսինքն բանալի տեղերում պետք է նստած չլինի։ Սա է ամբողջ պատմությունը։ Կմնա ամերիկան տրիպի տարբերակով դա բանի Նիկոլենց երազանքն է, ուրեմն չի լինի զարգացում Հայաստանի, կլինի Հայաստանի ոչնչացում։ Տրիպը պետք է աշխատի, բայց ոչ մեղրի տրիպը չէ։ Թուրքիայից դեպի Թուրան բանը պետք է աշխատի, բայց ոչ մեղրիով։ Մեղրիով անցնելը դա իսրայելական պրոյեկտ է, Իսրայելը ռազմական հանցագործ երկիր է, որը իրականացնում է ցեղասպանություն։ Հետևաբար, ցանկացած բան, ինչը բխում է Իսրայելի շահերից, այս տարածաշրջանում, պետք է տորմուզ տրվի, նույնիսկ եթե դա անձամբ Ալիևն է, Նիկոլի լավ բարեկամ։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Չվախեք, տենց էլ լինելու է։ Դուք էլ դա չէ, ձեզ էլ շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, որ մեզ հետ էիք, որ լսում էիք Կարեն Սարգսյանին, Եվրոինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ, վերլուծաբանին։ Զրույցը վարում էի ես, Գայանե Առաքելյանս։ Բարին ձեզ։